Օրինակ վաղար շաբաթի ընտրությունների ժամանակ, երբ որ քայլում էի դեպի ամբիոն, ամենաանհաջող եւ ամենաընդդիմադիր հարցը տալիս էր Free News-ի կոնկրետ ներկա լրագրողը։ Շատ հաճելի է։ Եվ անցեք հարցերին, այո, ընտրեմ։ Պարոն Սիմոնյան, ուզում եմ անդրադառնալ նախընտրական ծրագրին, քաղաքացիական պայմանագրի, այնտեղ նշված է, որ նախընտրական ծրագրի մաս է կազմում նաև կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը, որը արդեն երկար ժամանակ է, որի մասին արդեն երկար ժամանակ հայտարարվում էր, բայց փաստորեն ամրագրվել է նախընտրական ծրագրում։ Ինչու էր ձեզ պետք, որ այս ձեր մտադրությունը նաև նախընտրական ծրագրում լինի, խնդրեմ բացատրեք։ Որովհետև Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ լավ կլիներ ուրիշ կուսակցություններ նույնպես իրենց ծրագրի մեջ ունենային Կտրիչ Ներսիսյանից եւ այն մարդկանցից, ովքեր որ վարկաբեկում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մաքրելով, ազատելով, դա մեծ օգուտ կբերեր մեր պետությանը, մեր պետականությանը եւ այն թմբկահարումները, դոշ ծեծոցիները, որ հայ առաքելական եկեղեցուն պաշտպանում են, պետքա պաշտպանեն հենց նման մարդկանցից եւ նման բարքերից, որոնք որ այսօր ցավոք սրտի այնտեղ արմատացել են։ Ես նկատի ունեմ ծրագրում դա ամրագրելու։ Դե մեր ծրագիրն է, հիմա մենք ենք որոշում, մենք մեր քաղաքացիներին ինչ առաջարկենք եւ առաջարկել ենք, չէ, որտեվ սահմանադրություն չենք խախտում, որտեվ դուք էլի նույնականացնում եք անձերին կառույցի հետ։ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովը չէ։ Կտրիչ Ներսիսյանը 1700-ամյա հայ առաքելական եկեղեցին չէ, դա թագավորություն չէ, պետք չի դուրս եկեք այդ թագավոր տրամաբանությունից, մի նույնացրեք անձերին կառույցի հետ, ոնց կարելի է անձը եւ կառույցը նույնացնել, այսինքն դուք որ վարչապետին, ընտրված վարչապետին ինչ որ ձևով քննադատում եք, դուք Հայաստանի Հանրապետությունն եք քննադատում, հա, ոչ, բայց ոնց եղավ որ այն պարագայում ստացվում որ եկեղեցուն են քննադատում, բոլորը չէ, տենց հարցազրույց տալուց իրար հերթ չեք տալի, ասելու որ սա հարձակում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, բայց այն դեպքում, երբ որ վարչապետին հենց ձեր գործընկերները նաև ճեպազրույցների ժամանակ կառավարությունում իրենց շատ բան են թույլ տալիս, նա չեք ասում, իսկ դու հարձակվում ես Հայաստանի Հանրապետության վրա, բայց այդ երկակի ստանդարտները եք դադարեցնելու, հարգելի լրագրողներ։ Եվ պարոն Սիմոնյան, կարճ երկու հարց էլ ասեմ, հիմա դուք ձեր գնահատմամբ, եթե դուք քաղաքացիներին ասում եք, որ քաղաքացիներ մեծ ձայն տվեք նաև, որպեսզի առաջիկա 5 տարիներին մենք իրագործենք կաթողիկոսին հեռացնելու ծրագիրը, դուք կարծում եք դրանով քաղաքացիական պայմանագրի քվեները կավելանան, այսինքն չենք ասում։ Չէ, ես հարցնում եմ, պարոն Սիմոնյան։ Մենք չենք ասում ենք Հայաստանի Հանրապետությունը պետք է անվտանգ լինել եւ ասում ենք որ կան սպառնալիքներ եւ հունիսի 7-ը Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ չակերտավոր, հա, քաղաքական հարձակման ամենակարևոր օրն է լինելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է Հայաստանի Հանրապետության անկախությունը պաշտպանի եւ քաղաքական SVO թույլ չտա անել Հայաստանի Հանրապետությունը։ Հասկանալի է ինչի մասին եմ խոսում։ Պետքա թույլ չտա։ Եվ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության անկախության մասին, պատերազմի թե խաղաղության ընտրության մասին, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր որոշումը պետք է ամսի 7-ին անի եւ տեր կանգնի իր որոշմանը։ Չվերացենք հարցազրույցի Ազատություն ռադիոկայանի հետ, առավել եւս դուք վերջերս ամենահնարավոր վատ վերնագրերը ու վատ տրամադրվածությունը ցուցաբերում եք կոնկրետ իմ անձի նկատմամբ եւ շատ նմանվել եք Սպուտնիկ բանին, այդ լրատվականին, որի համար ցավում եմ, որտեղ շատ ու շատ ընկերներ ունեմ ձեր մոտ եւ շատ հարգանքով եմ վերաբերում ձեզ Շողիկ, Աստղիկին Բեդևյան, Ռուզաննային, Կարլենին, բայց շատ ցավում եմ, որ Ազատություն այսօր իրեն նույնականացնում է եւ աշխատում է Սպուտնիկ Արմենիա լրատվականի ոճի եւ տրամաբանության մեջ, շատ ցավում եմ դրանով։
Պարոն Սիմոնյան, զուգահեռ հիմա ընթանում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության համագումարը եւ կոնտրաստը ակնհայտ լինի, էլի, շնորհակալություն իրանց դրա համար։ Եվ ելույթ ունեցել տեսարության ընթացքի մեջ եւ որտեղ է տեղի ունենում։ Հարսնակար ռեստորանային համալիրում։ Այնտեղ որտեղ որ սպանվեց զինվորականը 44-օրյա պատերազմը չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով, ինչե թե իրեն դավաճան չասեն։ Սա Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերում էր, ով անդրադարձել է 44-օրյա պատերազմին եւ ըստ էության հայտարարել, որ այն հնարավոր էր կանգնեցնել ինչ-որ մի փուլում, բայց չի արվել։ Դրա պատասխանը բազմաթիվ անգամ տրվել է եւ ներողություն եմ խնդրում, ինձ ավելի կոմֆորտ է օրինակ մեկնաբանել Հովիկ Աղազարյանի ասածները, որտեղ նա գործող ազգային ժողովի падգամավոր է, քան Սերժ Սարգսյանի պես մերժված մի անձնավորությանը, ես մի բանը որ կարող եմ ասել, շնորհակալություն եմ հայտնում, որ նույն օրն են անում, որ կոնտրաստը ակնհայտ լինի, անում են մի վայրում, որտեղ որ իրենց կուսակիցը ծեծի է ենթարկել, իր կուսակցի թիկնապահները այնքան են ծեծի ենթարկել զինվորական բժիշկի, որ նա մահացել է, եւս մեկ անգամի ցույց դնելով իրենց պատմությունը, հա, իրենց ով լինելը հարսնակարում պետք է անեին, բա որտեղ պետք է անեին։ Այլ բան չունեմ իրեն ասել։ Պարոն Սիմոնյան, ես ուզում եմ անդրադառնալ Մոսկովյան հանդիպմանը, այդ հանդիպումը բավականին բաց տեքստով էր ամեն ինչ ասվում եւ տպավորություն էր, որ ռուսական կողմը ուզում է նաեւ հայ ժողովրդին հասանելի դարձնել այն ամենի մասին, ինչ մտածում են Ռուսաստանում այս պահին եւ վտանգների մասին էին մեզ զգուշացնում եւ այս հանդիպումը նաեւ եզրահանգումների առիթ է տվել այն առումով, որ վերջնագրեր են ներկայացրել Հայաստանին, Հայաստանի իշխանությանը որոշակի հարցերում, նույն ԵԱՏՄ, նույն երկաթգծի հետ կապված շատ այլ հարցերում, ինչի մասին հանդիպան ընթացքում խոսվել է։ Արդյոք դուք այդ հանդիպումից հասկացել եք, որ իսկապես վերջնագրերով են խոսել Հայաստանի իշխանության հետ եւ դրանից ինչ հետևություններ եք արել։ Նման խոսակցությունները նոր չեն եւ այդ օրինակ ապրանքների հետ կապված, հա գազի գնի հետ կապված տարիներ շարունակ եղել են եւ պետք է ասեմ, որ այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի, որովհետեւ ես գիտեմ նաեւ, որ շատ լավ զրույց է դրանից հետո տեղի ունեցել երկու երկրի ղեկավարների միջև, շատ աշխատանքային, շատ արդյունավետ, հույս ունեմ պարոն վարչապետը այն մասը, որը որ կգտնի ճիշտ, ինքը ձեզ կպատմի, բայց միևնույն ժամանակ այո, ընդունում եմ, որ այդ խոսակցությունը այնպես չէ, որ մենք հաճախ ենք տնում երկու երկրների որևիցե երկու երկրների հանդիպումների բաց մասում, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի կարծիքը եւ տեսակետը նույնպես ներկայացրեց եւ այն բոլոր հրապարակումները, որոնք որ համացանցում կան, այդ գնահատականը կիսում են, որը որ ես տալիս եմ, դա process է, դա բանակցություն է, դա խոսակցություն է, որը որ կարծում եմ նաև դրական կողմեր պարունակում, օրինակ ակնհայտ էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսում էր քաղաքական ուժերի մասին, ռուսամետ քաղաքական ուժերի մասին եւ այլևս այդ ուժերը չեն կարող ասել, որ իրանք Ռուսաստանի Դաշնության հետ որևիցե կապ չունեն, այդ առումով ենթադրում եմ, որ ընկալում չկա, որ այդ արտահայտությունը Հայաստանի Հանրապետությունում շատ բացասական էմոցիա է առաջացնում, հա։ Մենք հոգնել ենք դրսից քաղաքական դաշտ բերվող եւ նշանակովի նախագահներից եւ երկրի ղեկավարներից եւ բաց ասեց էս իմ տղեկն են, կլինի իրանք էլ մասնակցեն, ինչին ի պատասխան մեր վարչապետը ասեց մեր համանդությունը թույլ է տալի մասնակցել այնքանով որքանով եւ մնացած առումով ազատ երկիր ենք եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությունը կանի։ Ես կարծում եմ արջի ծառայություն մատուցեց
Նաև այն բանով, որ այդ առաջ էր, երբ որ ասում էին Մոսկվայից դաբրոն կա եւ այլ եւ այլ, այստեղ դաբրո Հայաստանի Հանրապետությունում այլևս մի դաբրո կա, դա Հայաստանի ժողովրդի դաբրոն է, եւ Հայաստանի ժողովուրդը չի սիրում, որ դրսից են իրան ասում։ Բայց նաև գազի գնի հետ կապված, պարոն Սիմոնյան, էլի բաց ասվեց, հիմա եթե բարձրանա գազի գինը, էլի մենք ոչինչ յատը դուրս կգամ։ Երբ որ գիտեք ինչ, հարցը տեղին է, բայց կրկնում եմ նման խոսակցություններ էլի եղել են։ Երբ որ մենք կգանք կհասնենք այն կետին, երբ որ ինչ որ գործողությունների հետ կապված բան կտեսնենք, ես կամ կառավարության ներկայացուցիչը կամ մեր գործընկերները կմեկնաբանի։ Ես ձեզ ասում եմ, որ խոսակցությունը տեղի ունենում, մենք ասել ենք ու ես կրկնում եմ վերահաստատում եմ, մենք Ռուսաստանի Դաշնության դեմ որևիցե բան չենք անել ու չենք արել ու չենք պատրաստվում անել, բայց միևնույն ժամանակ մենք պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, նախ խնդրում եմ երբևէ իմ հարցերը անձնավորված չընդունել, որովհետև 2012 թվականից ես ոլորտում աշխատում եմ ու անկախ իրականությունից ձեր անձի քննարկումը այստեղ չեմ վերածում, ուղղակի ասում եմ հարցերի հետ կապված։ Տեսեք, վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը կառավարության նիստում, երբ որ նա ասաց, որ ճողոպրել փախել են, հա, արցախցիները 20 թվականի պատերազմի ժամանակ, դրան արձագանքել էր Արցախի նախկին նախագահներից Սամվել Շահրամանյանը եւ նշել էր, որ դա պարզապես զառանցանք է եւ նման բան չի եղել, որևէ մեկը որևէ Արցախցու հրաման չի տվել փախնելու կամ իրենք էլ այնպես չի եղել, որ նման իրավիճակում թողել եւ փախել են լքելով Արցախը։ Ես կխնդրեի անդրադառնայիք Սամվել Շահրամանյանի այս հայտարարությանը։ Բա ինչի է ինքը Երևանում, իսկ մնացած նախագահները Բաքվում բանտում։ Բա փախնելու ոնց ալում։ Կրկնում եմ, բա ինչի է ինքը Երևանում հարցազրույց տալիս, իսկ Լեռնային Ղարաբաղի մնացած ղեկավարները հիմա Բաքվի բանտում։ Թող սուս մնա, ինչքան քիչ խոսա, այնքան իր օգուտն է, թող քիչ խոսի։ Ես իրան խորհուրդ եմ տալի քիչ խոսի եւ ստեղ ընդեղ չներկայանա որպես ինչ որ պաշտոնյա։ Ինքը պաշտոնյա չի, ինքը իր ձեռքով ստորագրել է, որ ինքը պաշտոնյա չի ու պաշտոնյա չի եղել եւ հիմա առնվազն բարոյական չի նման ձևով պահել մեր բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության բարձր հովանու ներքո, հիմա բոլորը բան են դարել, ասլան են դարել, թող քիչ խոսի, թող ընդհանրապես դադարի նման բաները խոսելը եւ իր տեղը իմանա, ես իրան զգուշացնում եմ, թող ինքը իր տեղը իմանա, այլ հարցեր։ Պարոն Սիմոնյան, նախընտրական ծրագրի նախագծում նշվում է, որ կարճաժամկետ ու երկարաժամկետ այդ հեռանկարներում այլ երկրները Հայաստանին պետք է ավելի ու ավելի պակաս ընկալեն որպես սպառնալիք ու Հայաստանին դիտարկեն որպես խաղաղության այդ աջակցեն քայլերը Հայաստանի խաղաղության ընդառաջ։ Այս համատեքստում, եթե այլ պարագայում դիտարկենք Հայաստանի դեմ տարվող սպառնալիքները, թեկուզ հիբրիդային պատերազմների տեսքով, թեկուզ հենց այդ առաջարկություններով, թե որ ուժերին են ուզում տեսնեն ազգային ժողովում, այս պարագայում Հայաստանը իրեն ինչպես պետք է դրսևորի ու ինչպես պետք է պայքարի այդ սպառնալիքներին։ Շնորհակալություն հարցի համար։ Մենք արդեն բավականին երկար ժամանակ է գտնվում ենք այդ նմանատիպ սպառնալիքների եւ հարձակումների ներքո եւ գիտեք ինչ, այս դեպքում մեր երկրի փոքր լինելը եւ իշխող կուսակցության պաշտոնյաների անմիջական լինելը մեզ շատ փրկում է եւ օգնում է։ Այսինքն պետք չի որևիցե մեկին մտնի համացանց եւ տեսնի ինչ են գրում, որովհետեւ ինքը կարող է այս շաբաթ կիրակի Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարությանը վարչապետին իր բակում տեսնի եւ յուրաքանչյուր հարց տա, ինչպես նաեւ իր դժգոհությունը հայտնի կամ վրդովմունքը հայտնի։ Ես ուզում եմ մի հարցի անդրադառնալ, միևնույն ժամանակ այդ սպառնալիքներից մեկը, օրինակ տեսեք, եկեղեցում տեղի ունեցած այն դեպքը, հա, երիտասարդի հետ կապված, ես շատ ուզում եմ, որ մեր ծնողները, մեր հայրենակիցները մարդիկ ուշադրություն դարձնեն այն մարդկանց վրա, ովքեր փորձում են ազդեցություն գործել երիտասարդների եւ մարդկանց վրա, հա։ Ես չեմ քննարկում այդ երիտասարդի մեղավորություն, չմեղավորությունը, բայց իր հետ
ենթադրում եմ եւ էլի շատ մարդկանց հետ կոնկրետ աշխատանք է տարվում եւ այդ ատելությունը, լարվածությունը դրվում է մարդկանց մեջ։ Հիշում եք հոկտեմբերի 27-ի դեպքերից առաջ, որ Վազգեն Մանուկյանը ասում էր, իրանք մի խումբ ռոմանտիկ են։ Եվ ես բնական է որևիցե զուգահեռներ չեմ անցկացնում այդ երիտասարդի հետ, հա, ես զուգահեռ եմ անցկացնում այն բանի վերաբերել, որ փորձում են մարդկանց ատելությամբ լցնել եւ տեսեք, հա, ես օրինակ երբևիցե ես քաղաքական ակտիվիստ եմ եղել, ես Ռոբերտ Քոչարյանին չեմ սիրել, չեմ ընդունել, Սերժ Սարգսյանին չեմ սիրել, չեմ ընդունել, հա, բայց ես երբեք ինձ թույլ չէի տա երկրի ղեկավարի վրա ձեռք բարձրացնել, որտեվ նախ դա հիմարություն է, երկրորդը դա հարց չի լուծում եւ երրորդը, այսինքն դա ինչ գործողություն է, որ պետք է արվի, հա, կամ որ քննարկում ասում են հարվածել են կամ ինչ որ ձևով հրել են եւ այլը։ Ասենք դուք հասկանում եք, որ յուրաքանչյուր երկրի ղեկավարի վրա որ մեկը հարձակվի, մի օրինակ աշխարհում որտեղ ուզում եք, ինչ կտեղի կունենար, հա։ Ու նորից եմ ասում, այստեղ խնդրեմը ես խնդրում եմ ծնողներին, այդ երիտասարդներին եւ մնացած ծնողներին ուշադիր լինեն, որտեղ ատելությամբ են լցնում մարդկանց։ Ես նույնպես հետախոսակցություն եմ ունեցել այդ տղայի, երբ որ մտնում է եկեղեցի։ Ես դրա մասին հրապարակային չեմ ասել, բայց երբ ես ուշացած եկա եւ անցնում էի մտնում էի եկեղեցի, իրանցից մեկը իմ դեմը ասենց մեջքով փակում էր, որ ես չանցնեի։ Ես ինձ հաջողվեց անցնել։ Հետո հասա իրեն։ Ինքը ինձ շուրը ասեց ինձ մի հրեք։ Ասի չեմ հրում։ Աղջիկ է անցնում, թույլ տանք աղջիկը անցնի։ Բայց այդ լարվածությունը իր մեջ այն ժամը այդ պահից սկսած արդեն կար։ Այդ մարդկանց մեջ դրվում է այդ հիբրիդային պատերազմի, հիբրիդային հարձակումների մասը, որ երիտասարդներին, այն մարդկանց, ովքեր որ կարող են ազդեցության ներքո հայտնվել, դրթես գործողություն անե։ Դու չես անում, դու վերևից ասում ես դե ռոմանտիկ են, կամ կողքով անցնում ես, ասում ես հիմա կողքով անցնում ես։ Այո, շատ զգուշ պետք է լինենք, բայց նորից եմ խնդրում մեր քաղաքացիներին ուշադիր լինեն այդ ազդեցության տակ ատելության խոսքից եք խոսում։ Ամենամեծ ատելության խոսքը տարածում է այսօր ռադիկալ տրամադրված ընդդիմադիր դաշտը։ Ամենամեծ մեզ կախաղան հանելու տեսահոլովակներ են պատրաստում։ Այս տարվա մասին եմ խոսում։ Հիմա այլոց չեմ խոսում 2021 թվականի մեզ Բաղրամյան պողոտայի վրա գնդակահարելու տեսարանների մասին։ Կոնկրետ օրինակներ եմ, չէ՞ բերում։ Մեզ կախաղան հանելու, մեզ սպանելու, մեզ ատելությունը ինչ ձևով են արտահայտում։ Իսկ այդ ինչա, դա հիբրիդային հարձակման մի մաս է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մտնի ոչ ստաբիլ, չգիտեմ, հեղափոխական, քաղաքացիական պատերազմի տրամաբանություն, նկարագիր ունեցող բանի մեջ իրանք էլ դրսից ասեն դե բան անենք, անչափ կոչ են կանում կողմերին, որ բան լինեն, էլի զուսպ լինեն։ Կներեք մի երկար պատասխանեցի, բայց հավաքվել էր։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, վերադառնալով Մոսկովյան այցին եւ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին թույլ տալ, որպեսզի մասնակցեն նաեւ ռուսամետ ուժերը։ Այս հանդիպման այս դրվագից հետո կարծիք հնչեց, որ փաստորեն Ռուսաստանի Դաշնությունը այն ինչ պիտի ասեր կուլիսներում off record փաստորեն ուղիղ եթերում տեսանյութի հայտարարումը։ Հարցս հետևյալն է, պարոն Սիմոնյան, դուք, եթե չեմ սխալվում, այս տարվա փետրվարի 5-ին հանդիպել էիք ձեր պաշտոնակցի հետ, Տիկին Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Ինձ հետաքրքիր է Տիկին Մատվիենկոյի հետ ձեր հանդիպման ընթացքում արդյոք բարձրացվել է նրա կողմից ռուսամետ ուժերին ընտրապայքարին թույլ տալու մասին հարց թե ոչ, այսինքն սա բացառապես պարոն Պուտինի։ Չէ, դուք նաև տեսակ արտաքին գործերի նախարարի հետ իմ հանդիպումը եւ ես ձեզ բոլորիդ պատմել եմ մեր խոսակցության մասին այն մասը, որը որ չի եղել եւ ասել եմ, որ ես խոսել եմ եւ ասել եմ այն բաների մասին, որի մասին նաև ասում եմ ստեղ։ Իրենք էլ ասել են այն բաների մասին, որոնք որ ասվում են նաև իրենց եթերներում եւ կարծում եմ այս հանդիպումը իմ նախորդ հանդիպման շարունակությունն է։ Այսինքն որևէ ռուսաստանցի պաշտոնյա ձեզ հետ հանդիպման ժամանակ նախորդի տեղ ունեցած հանդիպումների ժամանակ այս հարցը չի բարձրացել։ Ուղիղ ոչ, ակնարկներ եղել են, անուններ եղել են եւ
ուղիղ այս մակարդակով կարծում եմ, որ արդեն պատասխանեցի, որ չի եղել։ Բայց ակնարկներ եւ խոսակցություն եղել է։ Երկրորդ հարցս վերաբերում է խաղաղությանը, ձեր կուսակցության նախընտրական ծրագրի նախագիծը սկսվում է հանրապետության վարչապետի կոչով ուղղված քաղաքացուն հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ տեր կանգնել խաղաղությանը։ Պարոն Սիմոնյան, այս ողջ ընթացքում նախորդ 2-3 շաբաթների ընթացքում դուք եղել եք մարզերում, շփվել եք քաղաքացիների հետ, խնդրում եմ ձեր տպավորությունները հայտնեք, քաղաքացին ընկալում է, որ ապրում է խաղաղ երկրում, քաղաքացիական պայմանագիրը բավականաչափ աշխատանք տարել է, որպեսզի քաղաքացուն բացատրի ինչ է խաղաղ ապրելը եւ ինչպես եք պատրաստվում դիմակայել ձեր ընդդիմադիր գործընկերների կողմից խաղաղությունը դեմոնիզացնելու արշավին, նրանք ասում են, չէ, ձեր վերած խաղաղությունը թույլիկ է, չերաշխավորված է, այ մենք կգանք կբերենք երաշխավորված ուժեղը։ Նախ ուզում եմ ասել, որ այդ այցերի տպավորություններից ամենակարևորը թերևս ինձ համար Երևան քաղաքի տպավորություններն են, որովհետև մարզերում մեր աջակցության մասին կարծում խոսելը ավելորդ է, որովհետև մարզերում այնքան գործ է արվում, որ մարզերում մեր վեճը ճակերտավոր, հա, մարզերի բնակիչների հետ նրա մասին է, որ հիմա սկզբից դպրոցը կառուցենք, թե մանկապարտեզը, թե ճանապարհը կառուցենք, թե մանկապարտեզը, որովհետև այն մեկը արդեն կառուցվել է, հիմա եկեք այս կառուցենք։ Ուստի մարզերի մասին պետք է ասեմ, որ բոլոր այն մարզերում, որտեղ մենք եղել ենք, ես միայն էներգիայով եմ լցվել եւ շատ տպավորված եմ եւ անկեղծ ասած իմ համար շատ նաեւ հուզիչ եւ հաճելի է Երևանի արձագանքը, որովհետեւ Երևանում մենք ուղղակի տեղից չենք կարողանում շարժվել։ Այսինքն բավարար է մենք գանք պայմանական, հա, կայարանի մոտ, հա, ասենք 3 ժամ, 4 ժամ մենք ուղղակի չենք կարողանում տեղից շարժվենք, որովհետեւ մարդկանց հոսք կա եւ դա ուղղակի ֆանտաստիկ է։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք այդ բոլոր մարդկանց, մենք մեր բոլոր մարդկանց, մեր երկրի բոլոր մարդկանց սիրում ենք եւ շատ շնորհակալ ենք այդ ամեն ինչի համար, այդ ջերմության համար, այդ ուղիղ խոսելու համար։ Եվ ուզում եմ ասեմ, որ հունիսի 7-ին, այո, ինչպես դուք նշեցիք, տեր կանգնելու ժամանակն է լինելու եւ երբ որ մենք այնտեղ գնում ենք, ասում էին մեզ հանգարց չթողնեք, մարդիկ մեզ ասում են մեզ հանգարց չթողնեք եւ մենք ի պատասխան իրենց ասում ենք կարևորը դուք մեր մեջքին կանգնեք, ասում ենք կանգնած ենք։ Հիմա պետքա ոչ թե քաղաքացիական պայմանագրի մեջքին կանգնել, այլ Հայաստանի Հանրապետության մեջքին կանգնելու ժամանակն է լինելու հունիսի 7-ին, ազատության, ազատ մամուլի, անվտանգության, խաղաղության, մեզ քննադատելու, իշխանավորին մոտ լինելու օրն է լինելու, տեր կանգնելու օրն է լինելու հունիսի 7։ Այսքանը թերևս, խնդրեմ։ Պարոն Սիմոնյան, իմ հարցը նույնպես վերաբերում էր խաղաղության կետին։ Բայց անց անենք, որ մի քիչ հետո գնամ, էլի, հա։ Ուրեմն այնտեղ նշվում է խաղաղությունը դեռ խոցելի է, մանուկ է, պետք է ամրապնդվի։ Այս առումով ասոցացվեց աշխարհաքաղաքական ներկա մարտահրավերների եւ ինչպես նաեւ հնարավորությունների հետ, ինչպիսի հնարավորություններ կան եւ մարտահրավերներ ուղղված խաղաղության հետ դեմ, ինչպես նաեւ դրան հասնելու իրատեսական հնարավորություններ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակներում։ Լսեք, խոսվում է երաշխավորի մասին, հա, երաշխավոր բառն է հաճախ օգտագործվում եւ մեր ընդդիմադիր գործընկերները նաեւ ազգային ժողովում մեկ ասում են ով է ձեր երաշխավորը, Ադրբեջանն է ձեր երաշխավորը եւ չեն հասկանում, որ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Այսինքն այս խոսույթը իրանք նույնիսկ չեն հասկանում ինչի մասին են խոսում եւ ինչպես նշում եք, երբ որ աշխարհում ամենուրեք նոր սկսվող, շարունակվող, խորացող պատերազմներ են, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը եկել են հասել են մի հանգրվանի, որը հիմա մենք պետք է ամրապնդենք, որովհետեւ Ադրբեջանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը շատ ու շատ ուժեր ուզում են ներքաշել
առնվազն իրար մեջ պատերազմի գործողություն իրականացնելու։ Դա ակնհայտ է եւ պարզ է։ Դա այնքան ակնհայտ է, որ ես նույնիսկ չեմ պատկերացնում, որ մենք դրա մասին պետք է խոսենք։ Ես այսքանը։ Այլ, խնդրեմ։ Միկրոֆոնը կտակ։ Վերջին հարցն է, չէ՞, ես ենթադրում եմ։ Ենթադրում եմ, հա, ես ուշ եմ եկել։ Պարոն Սիմոնյան, նախ կցանկանայի ճշտել, արդյոք դուք ազգային ժողովի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի գործով հրավիրվել եք քննչական մարմին, թե ոչ, եթե հրավիրվել եք, ապա ինչ կարգավիճակով, եւ Մոսկվայի հետ կապված Հայաստանում ընտրությունները դա Հայաստանի ներքաղաքական հարցերն են, Հայաստանի իշխանական ընդդիմադիր թևի քաղաքական ուժերի գործընթացն է, ինչու է Հայաստանի վարչապետը օտար պետության նախագահի հետ քննարկում այդ հարցը, մի հատ էլ արդարացման դիրքերից նշում, որ այ գիտեք, դա մեր սահմանադրությունը թույլ չի տալիս, այսինքն այստեղ արդյոք Նիկոլ Փաշինյանը չէր արդարանում, թե ինչու Սամվել Կարապետյանը, ենթադրվում է, որ Սամվել Կարապետյանի մասն է խոսքը, ինչու Սամվել Կարապետյանը չի կարող մասնակցել ընտրություններին։ Նայեք ջան, չէ, որևիցե տեղ չեմ հրավիրվել եւ որևիցե կարծում եմ գործընթաց չկա, իսկ սկզբից ենթադրում էի, որ ինչ որ գործընթաց կլինի, բայց այս պահին որևիցե գործընթաց չկա։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, պետք է ասեմ, որ ես այնտեղ արդարանալ չտեսա։ Հիմա եթե դուք ինձ հարց եք տալիս, ես ձեզ պատասխանում եմ, ես արդարանում եմ ինչ որ բանի համար, գործընկերական վերաբերմունք կա, հա, եւ եթե ուղիղ եթերով ինչ որ երկրի ղեկավար հարց է տալիս, կարծում եմ, որ վարչապետի պատասխանը ավելի քան կոռեկտ տեղին եւ բացատրողական էր, որովհետեւ ինչպես նաեւ վարչապետը նշեց, ենթադրվում է, որ տեղյակ չէին պահել, որ Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյանը չի կարող ոչ падգամավոր լինի, ոչ վարչապետի տեխնացու լինի, ոչ էլ առավելևս վարչապետ լինի, եւ հետաքրքիր է նա, որ Հայաստանի Հանրապետությունը այնքան են բանի պես կրկնե, մանտրայի պես կրկնե բան, հա, տենց այնքան են ասել, որ ինչ որ մարդիկ հավատացել են այդ արտահայտությանը, երևի գնացել ընդեղ էլ է տենց տրամաբանություն ասել, ոչ, կարծում եմ, որ որևիցե արդարացման բան չկա, կարծում եմ, որ մեր վարչապետը հանդես եկավ Հայաստանի Հանրապետության լիիշխան, անկախ ինքնուրույն պետության ղեկավարի կեցվածքով եւ ես մեծագույն հպարտությամբ է հետևում այդ խոսակցությանը երկու երկրների ղեկավարների, բնական է գիտակցելով, որ Ռուսաստանը մեր գործընկերն է, բայց որևիցե նման բան կներեք, ես չեմ տեսել, ու գիտեք, հետևում եմ ես ընդհանուր առմամբ բաներին, հա, արձագանքներին, անկեղծ ասած ձեր արձագանքը մի քիչ զարմացեց, որտեղ օրինակ այն մասը, որը որ փորձում է, հա, վարչապետին քննադատել, այլ բան են ասում։ Ասում են, որ չգիտեմ, սպառնաց, ասում են, որ ինչ որ փաստի առաջ կանգնացրեց բան, բայց արդարանալ ներողություն եմ խնդրում, կարդացեք այլ դրա բաները, մեկնաբանությունները, շնորհակալություն, ձեզ լավ օր։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։